Գյումրու քաղաքապետարանում տեղի ունեցել աշխատանքային հանդիպում քաղաքապետ Վարդան Ղուկասյանին փոխարինող Ավետիս Առաքելյանի, քաղաքապետի տեղակալ Գագիկ Մանուկյանի եւ Գյումրիում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Օրակարգում քաղաքացիական հասարակության խնդիրներն էին, ընթացիկ ծրագրերն ու հետագա գործակցության հեռանկարները։ Հանդիպման նպատակն էր ստեղծել հարթակ, որտեղ հասարակական կազմակերպությունների ղեկավարները հնարավորություն կունենան անմիջականորեն ներկայացնել իրենց գործունեության ընթացքում ծագած դժվարությունները։ Քաղաքային իշխանության ղեկավարները լսեցին յուրաքանչյուր կազմակերպության ներկայացուցչի, կարևորելով քաղաքային կյանքում հասարակական կազմակերպությունների ունեցած դերակատարումը։ Հասարակական կազմակերպությունների ղեկավարները մանրամասն ներկայացրին իրենց իրականացրած աշխատանքները, սկսած սոցիալական աջակցությունից մինչև մշակութային եւ կրթական նախաձեռնություններ։ Հաշմանդամություն ունեցող անձանց Փյունիկ միությունը գործում է արդեն 28 տարի, շահառուներն 150-ն են։ Նրանք են հաշմանդամություն ունեցող նաև սոցիալապես անապահով երեխաները։ Պարգերի համար շատ շնորհակալ եմ։ Դեռ գիտեք, որ երեխաները առաջին ուրախանում են պարգերի համար քրերը, առանձին հաշմանդամություն ունեցող անձնիկ քաղաքապետարանը շատ բան է կատարել Փյունիկի համար, շատ շնորհակալ եմ։ Եվ արդեն 2 տարի մեզ են միացել նաև Արցախից հաշմանդամություն ունեցող ընտանիքի երեխաներ։ Տարբեր ծրագրեր են կատարում կրթական, մշակութային, սպորտային, լիարժեք կյանք ապահովելու համար, լիարժեք ապրելակերպ ապահովելու համար երեխաներին եւ իրենց ընտանիքներին։ Խաչմերուկ հիմնադրամը նույնպես սոցիալ-կրթական ծրագրերով է զբաղվում։ Շահառուները 200-ն են, կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաները։ Հասարակական կազմակերպությունը նրանց սոցիալական ծառայություններ է մատուցում մանկավարժի, հատուկ հոգեբանի, լոգոպեդի։ Դային երեխաներն են, ովքեր որ մանկատներ, հիմնաժամային կենտրոններ հայտնվելու վտանգի տակ են եւ մեր ամբողջ գործունեության նպատակն այն է, որ օգնենք ընտանիքներին հաղթահարել ճշտ հիմնաժամը եւ երեխաներին պահել ընտանիքում։ Շատ շնորհակալ կլինենք, որ քաղաքապետարանն էլ դիմներ մասնակցություն ունենա, որովհետև ամբողջ մարզն է մեր գործունեության մեջ ներգրաված եւ մենք ունենք երեխաներ, որ հեռավոր գյուղերից են գալիս, որտեղ որ ընդհանրապես որևէ ծառայություն հասանելի չի։ Օրինակ դա կարող է լինել գումարային հատկացում, ինչ որ մի հաստիկի վճարելու համար, երեխաներին օրինակ մենք սնունդ ենք տալիս, խոհարարի հաստիկ չունենք։ Այդ խոհարարի աշխատավարձի եթե վերցնի նրա քաղաքապետարանը մեծ օգնություն կլինի մեզ։ Բեյրութահայ պրոդյուսեր Վիգեն Թանաշյանը ներկայացնում է Միսար հասարակական կազմակերպությունը։ Նա խոսեց իր հիմնած սիմֆոնիկ նվագախմբի եւ Գյումրիում միակ կամերային երգչախմբի խնդիրների մասին։ Նշեց, որ միայն 2025 թվականին սիմֆոնիկ նվագախումբը 11 համերգ է ունեցել Հայաստանի տարբեր քաղաքներում, բացի Գյումրիից։ Ֆինանսական խնդիրների պատճառով չի կարողանում Գյումրիում համերգ կազմակերպել։ Ամենամեծ խնդիրն հիմա փորձասենյակ եւ հարվածային գործիքներ ունենալն է։ Բացված օրվանից եղել էինք 86 անդամ, ունեինք սիմֆոնիկ նվագախումբը, կամերային երգչախումբը, որը քաղաքում գոյություն չունի, մինչ այսօր գոյություն չունի, ու մեր թիմումներից հետո մեզ անդեսեցին։ Այժմ մենք գործում ենք միայն սիմֆոնիկ նվագախումբով, որովհետև որտեղ որ գնում ենք այն համայնքները, մեկ տրանսպորտից ավել չեն կարողանում ապահովել։ Մենք երաժիշտներին տալիս ենք նվիրատվություն, խրախուսական վճարներ, այլ ոչ աշխատավարձ, որովհետև մենք ոչ համայնքապետարանից ենք ֆինանսի ակնկալիք ունեցել, ոչ էլ պետությունից, ոչ մեկը Ստիմել է այո։ Մեր ունեցած հնարավորությունների ներքո չկարողացան համաձայնեցնել երիտասարդական պալատի գրաֆիկի հետ, խնդիրը կլուծվի։ Հանդիպման ուշագրավ դրվագներից էր հունական Էլադա հասարակական կազմակերպության առաջարկը։ Կազմակերպության ղեկավարը բարձրացրեց Գյումրիում հունական հետքը վառ պահելու հարցը։ Նշեց, որ ժամանակին Գյումրիում մեծաթիվ հույներ են ապրել եւ կցանկանար որևէ կերպ խորհրդանշել մեր ժողովուրդների բազմադարյա բարեկամությունը։ Շատ մեծ տաղամաս է ստեղել 41 փողոց հարակից տարածքում ունեցել ենք մեծ եկեղեցի, որը քանդվել է 1830 թվականին Ագիոս Վասիլի անունով։ Գիտեք, որ 8 տարի առաջ Սալոնիկը եւ Գյումրին դառավ քույր քաղաքներ։ Ներկա փողոցի բացման ժամանակ ես ներկա եմ եղել Սալոնիկում, Հայաստան եւ Երևան, Գյումրին չունենք ոչ մի անվան։ Ես առաջարկում եմ, եթե կա ցանկություն պուրակ կամ փոքր փողոց, կամ փոքր տարածք վերանվանել կամ անվանել կամ Սալոնիկի, կամ Էլադա, որոշումը ձեզ թողնենք։ Եթե կուզենաք առաջարկ կապ ունեք Սալոնիկի քաղաքապետարանի։ Իհարկե։ Մեր ուրովը հույն է, գիտես չէ՞, մենք հույների հետ շատ կապված ենք։ Հույների հետ ամեն ինչ ունենք, բայց ես դեմ չեմ, որ նորից ունենանք, ասենք
Պուրակ, Նշեց, որ ինքը Հունաստանի հետ շատ կապեր ունի։ Գյումրիում էլ գործում է մեծ բարի խումբ, որը 12 հունական պար է բեմադրել։ Խումբը հագուստի կարիք ունի։ Հանդիպման ընթացքում առանձնացվեցին հիմնական կարիքները, որոնց թվում էին գույքային եւ տարածքային աջակցության անհրաժեշտությունը, համատեղ դրամաշնորհային ծրագրերի իրականացման հնարավորությունները, տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության կարեւորությունը։ մենք ուզում ենք ավելի լավ ճանաչել ՀԿ-ներին, իրենց ծրագրերով, իրենց մոտեցումներով, իրենց վերաբերմունքով քաղաքի նկատմամբ։ Յուրաքանչյուր ՀԿ մի ամբողջ ընտանիք է։ Այդ հասարակական կազմակերպության գործունեությունը պետք է ստիպի մեզ, մեր բաժնի հետ պետք է աշխատեք արտաքին տարբերի բաժնի հետ, որ ծրագրերը, ձեր առաջարկությունները, ձեր նորությունները կամ մեզ հասնի, մեկ էլ ուշադրությունը դեպի ձեզ դարձնենք եւ համատեղ կարողանանք ստեղծել կառույցը եւ դուք կկայանաք շատ արագ եւ մենք կուրախանանք եւ մեր կառույցը շատ լուրջ աշխատանք կտանի ձեզ հետ ունենանք մի ընդհանուր մի գործ որտեղ ձեր յուրաքանչյուր ծրագիր կապված է Գյումրի քաղաքի ազգաբնակության թե մեծահասակների թե երիտասարդների թե մանուկների հետ Ձեր առաջարկը շատ ողջունելի են տեսակետից, որ այսօր դրամաշնորհների մեծ մասը շատ ավելի նպատակային են գտնում տալ են ծրագրերին, որտեղ թիմը ներգրավված է որպես համագործակցող կառույց։ Դա պարտադիր չի, որ թիմը ինքը գումարներով մասնակցի, զուտ ֆինանսական աջակցությունն է, դա մի դեպքում դա կարող է լինել տարածք, մյուս դեպքում կարող է լինել մի մասնագետ, որը թիմի կողմից այդ ծրագրի մեջ կներգրավի, բայց խոսքը բավականին լուրջ ծրագրերի մասին է։ Շատ ճիշտ է եւ ասեմ, որ քաղաքում գործող շատ հասարակական կազմակերպություններ այսօր ճիշտ է ինչ պատճառներով չգիտեմ ներկայացեն, պատրաստ են քաղաքապետարանի հետ աշխատելու են, ասեմ նաև, որ քաղաքապետը ինքը պատրաստական այց է կատարել կլոր սեղաններ, որտեղ քաղաքացիներն են իրենց խնդիրները ներկայացրել եւ դրանք շատ արդյունավետ լուծումների են տարել, գուցե շատ փոքր քայլերով են գնացել, արդյունքը տեսանելի է, դա շարունակություն է ուզում։ Քաղաքապետը թեկուզ եւ ժամանակավոր անազատության մեջ է, ամբողջությամբ նվիրված մտածում է իրեն համայնքի, իրեն քաղաքի ազատության մասին, այս միջոցառումների մասին, նա անգամ բոլորից նախադրել է, բոլորից զգուշացել է, որ որևէ տոնական համերգներ հանկարծ չեղարկեք, քաղաքում պետք է բնականon իրավիճակը շարունակվի։ Այնպես որ ես այդ ողջունը ունեցա հնարավորություն ձեզ փոխանցել, ես ցանկանամ, որ ամեն ինչ ձեր կողմից էլ նորմալ կընթանա, քաղաքապետին մեր Վարդան Ղուկասյանին կտեսնեք շուտապույտ ազատության մեջ։ Քաղաքային իշխանության ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին քննարկել բոլոր կառուցողական առաջարկները, այդ թվում հունական կողմի նախաձեռնությունը։ Կողմերը պայմանավորվեցին հանդիպումները դարձնել պարբերական, որպեսզի Գյումրու զարգացմանն ուղղված ծրագրերը լինեն առավել ներառական եւ հասցեական։